Ողջույն, այսօր կծանոթանանք օրինակ ինչպես է համամի սաունա եւ շոգեբաղնիքի օդապողության առանձնահատկությունները լինում, ուրեմն ինչ բաստողներ կարող են լինել օդապողություն իրականացնելիս, որոնք կարող են կոնդենսատ առաջացնել օդապողության համակարգի ոչ խելացի կառուցման ժամանակ, ինչ տեսակի օդամուղներ ու օդատարներ է պետք կիրառեն, ինչպես ապահովենք համապատասխանությունը սահմանված նորմերին, ուրեմն դա իրականացնելու համար Archcheck AI-ի օգնությամբ պետք է կատարենք հետևյալ հերթականության պրոցեսները։ Սկզբի համար մենք պետք է բեռնենք նորմերը, ըստ որոնց պետք է իրականացվի համապատասխան աուդիտը։ Ուրեմն նշում ենք հասարակական շենքեր եւ շինություններ նորմը, հաջորդիվ նշում ենք ջեռուցում օդապոխության մասով նորմը, օդորակում, այնուհետև գրում ենք օրինակ հետևյալ հատվածում համամի սաունայի շոգեբաղնիքի օդապոխության առանձնահատկությունները, ստեղ օրինակ կարող ենք նշել հասարակական շենք, ընդհանուր հատվածում կարող ենք այսքանը գրել եւ բավարարվել ըստ անհրաժեշտության, որքան ավելի մանրամասն գրենք, այնքան ավելի խորը ուսումնասիրությանը օգնած կլինենք։ Հետևյալ հատվածում մենք գրում ենք այն ամենը, ինչը որ ասացի, այսինքն այն խնդիրը, որը ուզում ենք լուծել, հասկանալ ըստ նորմերի։ Այստեղ գրում ենք համամի սաունայի շոգեբաղնիքի օդապոխության առանձնահատկությունները, ինչ բացթողումներ կարող են լինել օդապոխություն իրականացնելիս, որոնք կարող են կոնդենսատ առաջացնել օդապոխության համակարգի ոչ խելացի կառուցման ժամանակ, ինչ տեսակի օդամուղներ ու օդատարներ պետք է կիրառել, ինչպես ապահովել համապատասխանությունը սահմանված բեռնված նորմերին։ Այս ամենը լրացնելուց հետո մենք հետևյալ մասում կցում ենք ուրեմն սա ինչ է իրենից ներկայացնում, կատարել աուդիտ ըստ բեռնված ինֆորմացիայի, սա փակեմ, սա մեզ էլ պետք չէ, սա է իրենից ներկայացնում, այնուհետև այս ամենը լրացնում ենք խորհրդատու հաշվարկներ եւ հարցեր տիրույթում եւ սեղմում ենք կատարել կոճակը։ Այնուհետև սպասելով մի քանի րոպե մենք կտեսնենք պատասխանը, որտեղ կլինեն համապատասխան էջերը նորմերի, ըստ որ կետերի եւ ինչ պահանջներ կան եւ ինչ խնդիրներ է պետք լուծել։ Մինչ այդ այսպես դասավորենք, սա աուդիտի պատասխանն է, ինչ է ասվում։ Մասնագիտական խորհրդատվություն, համամի, սաունայի եւ շոգեբաղնիքի օդապոխության առանձնահատկությունները, վերլուծություն եւ պատասխան։ Համամների, շոգեբաղնիքների օդապոխության համակարգերի նախագծումը պահանջում է հատուկ մոտեցում, կապված բարձր խոնավության 100% եւ բարձր ջերմաստիճանի 40-ից մինչև 100 աստիճան Ցելսիուսի հետ։ Հիմնական խնդիրները կոնդենսատի կառավարումն է եւ սարքավորումների պաշտպանությունը կոռոզիայից։ Ըստ ՀՀ շինական նորմերի նմանատիպ սենքերում օդապոխությունը պետք է լինի ինքնուրույն եւ չմիանա ընդհանուր շենքային համակարգի խոնավության տարածումը կանխելու համար։ Հիմնական կետեր. առաջինը կոնդենսատի առաջացման կանխում եւ օդատարների կառուցվածք։ Նկարագրություն. ոչ խելացի կառուցման ժամանակ կոնդենսատ առաջանում է օդատարների ջերմամեկուսացման բացակայության եւ կամ սխալ թեքությունների պատճառով։ Խոնավ օդ տեղափոխող օդատարները պետք է լինեն հերմետիկ եւ ունենան թեքություն դեպի դրենաժային համակարգ։ Նորմ հետևյալ նորմն են գնում, ջեռուցում օդապոխություն օդի լավորակում, ուրեմն H21
Գնում ենք համապատասխան կետը 7, 11, 23, 7, 11, 23։ Ինչ է իրանից ներկայացնում։ Օդատարները, որոնց մեջ հնարավոր է խոնավություն կամ ուրիշ հեղուկների հավաքում կամ խտացում, պետք է նախագծել օդի շարժման ուղղությամբ ոչ պակաս 0.05 թեքությամբ եւ նախատեսել ցամաքեցում։ Եվ նայում ենք 32 էջը։ 32 էջ։ 32 էջ, 16, 3 եւ 2, 16, 3 եւ 2։ Խոնավացրած օդ տեղափոխելու համար նախատեսված օդատարները պետք է մոնտաժել այնպես, որպեսզի օդատարների ներքևի մասում չլինեն երկայնական կարեր։ Այստեղ մեջբերումի հատվածն է։ Խոնավացրած օդ տեղափոխելու համար նախատեսված օդատարները պետք է մոնտաժել այնպես, որպեսզի օդատարների ներքևի մասում չլինեն երկայնական կարեր։ Օդատարները պետք է տեղադրել 0.01-ից 0.015 թեքությամբ ցամաքեցնող սարքվածքների ուղղությամբ։ Կարգավիճակ՝ խախտում, եթե օդատարը չունի թեքություն կամ ունի կարեր ներքևի մասում։ Գնացինք երկրորդը։ Օդատարների եւ օդամուղների ֆան ճյուղերի ընտրությունը։ Նկարագրություն։ Ագրեսիվ միջավայրում բարձր խոնավության սովորական մետաղական օդատարները արագ ենթարկվում են կոռոզիա, անհրաժեշտ է կիրառել կոռոզիա կայուն նյութեր կամ հատուկ պատվածքներ։ Նոր ջերուցում օդափոխություն օդի լավորակումն է, ուրեմն H 3։ Գնում ենք H 3 4.2-ը։ Ինչ է ասում այս հատվածում։ Ագրեսիվ միջավայրով սենքերում տեղաբաշխված, ինչպես նաև ագրեսիվ բաղադրիչներ պարունակող հեռացման համար նախատեսված ջերուցաօդափոխային սարքավորանքը, խողովակաշերը եւ օդատարները պետք է նախատեսել հակաքայքայիչ նյութերից կամ քայքայումից պաշտպանվող պատվածքներով։ Սա էլ հասկացանք, մեջբերում որպես այդպեսին գրված է։ Ագրեսիվ միջավայրով սենքերում տեղաբաշխված ջերուցման օդափոխության սարքվածքը խողովակաշերը եւ օդատարները պետք է նախատեսել քայքայիչ նյութերից կամ քայքայումից պաշտպանվող պատվածքներով։ Կարգավիճակ՝ համապատասխանում է, եթե կիրառվում են պլաստիկ կամ չժանգոտվող պողպատից սարքավորումներ։ Անցանք երրորդ կետին։ Շոգեբաղնիքների տեղակայման եւ բեռնվածության սահմանափակումներ։ Նկարագրություն։ Ներկառուցված շոգեբաղնիքները ունեն տարողունակության խիստ սահմանափակումներ անվտանգության եւ օդափոխության բեռնվածության ճիշտ հաշվարկի համար։ Նորմ հետեւյալը՝ հասարակական շենքեր եւ շինություններ։ Ուրեմն կետ 158 եւ կետ 159, որոնք գտնվում են H 18-ում։ Հիմա մենք նայում ենք հետեւյալ նորմը, հասարակական շենքեր եւ շինություններ։ Գնում ենք 18 էջը, 158 եւ 159 կետեր։ Ինչ է ասվում։ Ներկառուցված շոգեբաղնիքները պետք է նախատեսել ոչ ավելի քան 10 տեղով։ Չի թույլատրվում շոգեբաղնիքների ներկառուցումը նկուղներում, նստարանաշարերի տակ, մանկական առողջարանների ճամբարների եւ գիշերօթիկների ննջարանային մասնաշենքերում, մանկական նախադպրոցական հիմնարկներում, ստացիոնար հիվանդանոցներում, ինչպես նաեւ 100-ից ավել մարդկանց համար նախատեսված սրահների տակ կամ դրանց կից։ Գնում ենք հետեւյալ հատվածը։ Մեջբերում։ Ներկառուցված շոգեբաղնիքները պետք է նախատեսել ոչ ավել քան 10 տեղով, չի թույլատրվում շոգեբաղնիքների ներկառուցումը նկուղներում, կարգավիճակ, համապատասխանում է, եթե տեղերի քանակը պակաս է 10-ից։ Գնացինք օդատարների ջերմամեկուսացում։ Նկարագրություն։ Կոնդենսատի առաջացումը կանխելու համար, երբ խոնավ օդը անցնում է սառը գոտիներով,
Օդատարը պետք է լինի ջերմամեկուսացված, նորմ, ջերուցում օդափոխություն, օդի լավորակում։ Edge 6, գնում ենք 6-րդ edge-ը։ Ուրեմն 6, 3 եւ 2։ 6, 3 եւ 2։ Սա է իրենից ներկայացնում։ Չջերուցվող սենքերում ջերուցման համակարգերի տեղադրվող խողովակաշարերի համար այն տեղերում հնարավոր է ջերմատարի սառչում, պետք է նախատեսել ջերմամեկուսացում։ Խողովակաշարերի ջերմամեկուսացում պետք է նախատեսել նաև արհեստական սառեցվող սենքերում եւ դրանցում այրվածքների ու խոնավության կոնդենսացման կանխման համար։ Որպես ջերմամեկուսիչ պետք է կիրառել ոչ ավել քան հետևյալ ջերմահաղորդականությամբ ջերմամեկուսիչ նյութեր, որոնց հաստությունը ապահովի մակերևույթի վրա ոչ բարձր 40° Ցելսիուս ջերմաստիճան, չջերուցվող սենքերով անցկացվող խողովակաշարերի, լրացուցիչ ջերմային կորուստները եւ ջերուցման սարքերն արտաքին կառուցվածքների մոտ տեղադրելու հետևանքով առաջացած լրացուցիչ ջերմային կորուստները չպետք է գերազանցեն շենքի ջերուցման համակարգի ջերմային հոսքի 7% տես հավելված I։ Արդյունքում, որպես մեջբերում, որպես ջերմամեկուսիչ պետք է կիրառել ոչ ավել քան 0.05 Վտ մետր/աշնան Ցելսիուս ջերմահաղորդականությամբ ջերմամեկուսիչ նյութեր։ Կարգավիճակ համապատասխանում է, եթե իրականացված է լինում։ Ստուգիչ փուլ։ Ներքին աուդիտի արդյունքներ։ Կոնդենսատի հարցը դիտարկված է թեքությունը 0.01 աստիճան եւ կարերի բացակայության տեսանկյունից։ Օդամուղների տեսակը հստակեցված է որպես հակաքայքայիչ կոռոզիակայուն։ Բեռնվածության նորմը սահմանված է առավելագույնը 10 տեղի համար։ Ձևաչափը տեքստի կիրառված է բոլոր թվային արժեքների համար։ Ուղղում նախնական վերլուծության մեջ բաց էր թողնվել օդատարների թեքության կոնկրետ չափը, որն ավելացվեց հետևյալ ձևով։ Եզրակացություն եւ հաջորդ քայլերի համամի եւ շոկեբաղնիքի օդափոխության նախագծման ժամանակ ամենակրիտիկական կետը օդատարների թեքությունն ապահովումն է դեպի կոնդենսատի հավաքման կետ եւ ջերմամեկուսացումը։ Առաջարկվում է օգտագործել բացառապես IP պաշտպանության բարձր դաս ունեցող օդամուղներ, որոնք նախատեսված են խոնավ միջավայրի համար։ Հաջորդ քայլով անհրաժեշտ է ստուգել օդափոխության մեխանիկական ներածման եւ արտացման հաշվեկշիռը համաձայն հետևյալ բանաձևի։ Այսինքն արդյունքում ստացվեց այս արչիչեկ գործիքի օգնությամբ մենք պարզեցինք, թե օրինակ համամի շոկեբաղնիքի նախագիծն իրականացնելիս, որpիսի մենք հնարավորինս բացառենք խնդիրները, նորմերի կետերի հղումներով նաև այսպես ասած իրավաբանական տեսանկյունից էլ կարողացանք պաշտպանել համակարգը, որը եւ նաև ապահովեց համակարգի անվտանգ աշխատանքը։ Հույսով եմ ձեզ դուր եկավ այս ամենը։ Հաջորդի անգամներ կքննարկենք մեկ այլ խնդիրներ, որը կարողանում է լուծել արչիչեկ գործիքը։ Շնորհակալություն, ցտեսություն։